Ինչպես տեսնում եք, այսօրվա իմ վլոգը սկսում եմ մեքենայից, որովհետև այստեղ սպասում եմ Դավիթին ու մտածեցի ինչու ոչ, հենց կարելի է մեքենայից էլ սկսել։ Հուսով եմ լավ եք, ամեն ինչ ձեզ մոտ նորմալ է։ Ինձ մոտ էլ ինչպես տեսնում եք, ես արդեն մատիտ եմ քսել աչքերիս։ Նախորդ վլոգը եթե տեսել եք, այնտեղ ասում էի, չէ, որ Զատիկի օրը աչքս այտուցվել էր։ Մի հատ պատմեմ սկզբից։ Ուրեմն Զատիկի օրը հրավիրված էի Հայ եմ փնտրում հաղորդաշարին, ովքեր չեն տեսել, այստեղ կնշեմ, միտեղ կնշեմ, կամ այստեղ, կարող եք մտնել նայել։ Այդ օրը հենց արթնացա, արդեն զգացի, որ մի փոքր այտուցված է, որովհետև նախորդ օրը գիշերը արդեն աչքս ցավում էր։ Ինչևէ, այդպես գնացի, բայց օրվա երկրորդ կեսից հետո ժողովուրդ, աչքս վերևի մասը բուրգեր դարձել, արդեն ամբողջությամբ ուռել էր։ Դե բնականաբար մի քանի օր մեյքափ, դե մեյքափը մատիտն է, չէի օգտագործում։ Առաջին անգամ ծայրերը քսեցի աչքիս, երբ Դավիթի վլոգը նկարահանեցինք, դա էլ այստեղ միտեղ կնշեմ, կարող եք նայել, եթե չեք նայել։ Ինչ էի ուզում ասել, որ այդ օրը այդ հաղորդմանը, որ գնացել էի մասնակցելու, Հովանավորի կողմից ես կատնամթերք էի նվեր ստացել ու խոստացա, որ ձեզ հետ պետք է բացենք, համտեսում անենք ու չկարողացա։ Հիմա քանի որ այդքան երկար կատնամթերքը պահել չէի կարող, բնականաբար մենք դա կերանք, ասեմ, որ շատ համեղ էր։ Հիմա ուզում եմ միասին գնանք Հոլիվուդի խանութներում, հայկական իհարկե, փորձենք այդ մուշո կատնամթերքը գտնենք, որ միասին համտեսում կատարենք։ Չգիտեմ ինչքանով կստացվի, թե ոչ, որովհետև չեմ տեսել մեր խանութներում կամ ուշադիր չեմ եղել։ Մի հատ Դավիթից վերցնեմ, հետո միասին կգնանք։ Այդպես, բացի այդ, քանի որ գիտեք ես քաղցրավենիքների նկատմամբ անտարբեր չեմ, մի երկու նոր տեսականի եմ ուզում ձեզ ցույց տալ, որովհետև ես արդեն կերել եմ, համը գիտեմ։ Հիմա նույնից ուզում եմ գնել, որ ձեզ հետ էլ կիսվեմ։ Մնացածը իրար հետ կգնանք, կտեսնենք, ընթացքը ոնց է լինում։ Չմոռանամ նաև ասել, որ ինձ համար շատ կարևոր է, որ ինձ մոտիվացնեք ձեր լայքերով, բաժանորդագրվելով, մեկնաբանություններ գրելով, մեկնաբանությունները կոմենտներն են, գիտեք։ Նաև ուզում եմ հիմա այս վլոգում իհարկե այդ մասին չեմ խոսի, բայց ուզում եմ բոլորին ասել, ովքեր հարցեր ունեն ուսանողական վիզայի հետ կապված, խնդրում եմ գրեք, որովհետև հատուկ վլոգ եմ պատրաստելու, ձեր բոլոր հարցերին պատասխանելու եմ այնտեղ։ Դրա համար հիմա ինչքան հարցեր ունեք, ինձ ամենտեղ կարող եք գրել։ Եվ YouTube-ում, եւ Instagram-ում, եւ WhatsApp-ով, եւ Viber-ով։ Այդպես, դե գնամ Դավիթից վերցնեմ, չուշանամ։ Արի կյանքս։ Օ, մոռացել եմ Դավ ցույց տամ, հենց մի հատ ցույց տուր ինչ ես սարքել։ Դավիթի 2 օր առաջ Lego ենք գնել։ Էրմիո։ Օ, երեք։ Ես մոռանում եմ օրերը։ Ահա, Դավիթը նայեք, ինչա։ Սա ինչա, Դավ։ Ոնց է կոչվում։ Donut truck-ը։ Ահա, donut truck։ Ես գալիս եմ այստեղ կանգնում եմ, գումարը տալիս եմ Դավիթին, ինձ դոնատ է տալիս եւ սուրճ, չէ։ Ապրես, ասեմ, որ ինքնուրույն է հավաքել, մենք չենք օգնել։ Այո։ Մենակ է հավաքել։ Ապրես կյանքը, սա դնես տանը գնանք, կտանում ես։ Լավ, մենք հիմա գնում ենք խանութ, մենք Դավիթի հետ եկանք։ Մերսի Lego։ Ոյ կյանքս։ Երեկվանից ինձ ամեն վարքյանն ասում եմ մերսի Lego-ի համար, մերսի Lego-ի համար։ Ապրես արևս։ Վերցրուսը։ Հիմա գնում ենք հայկական խանութներով։ Դուք էլ մեզ հետ։ Մի հատ մեր վարդերը նայեք, ոնց են բացվել։ Եկել ենք առաջին հայկական խանութի մոտ։ Հիմա գնանք տեսնենք կա այնտեղ, թե չկա։ Hashingo jingle bell. Hashingo jingle bell. Դուք մուշո կատնամթերք ունեք։ Որն է։ Նայում
մածունը կա։ Էսի իրանց սմետանն, Սա։ էսի իրանց ռաժանն, Շատ լավ։ էս է մածունը։ Սմետանը որն է, որտեղ ես Սա է։ սա իսկ մյուս տեսակն ունեք, այսպիսի չունեք։ Չէ, միգուցե Տեսնում եք այս տարբերակը սմետանի, բավականին ջրի կա։ Հիմա գնում ենք ուրիշ հայկական խանութ։ Նայեք այստեղ ինչքան թթու շլոր կա։ Գինն էլ $10։ Օ, այստեղ թուփ էլ կա։ Տեսնում եք։ Գինն էլ 5.99։ Ցոգոլը լավը չի, թե չէ կվերցնեի, բայց թթու շլորը շատ լավն է։ Այս է մյուս տարբերակը, այս է էի ուզում։ Ուրեմն հայկական 3 խանութներում եղանք, 4-րդը զանգեցի չգնացինք, այնտեղ անգամ այդ ֆիրման չկար։ Վերջին հույսս Ջոնսոնն է, հիմա գնանք տեսնենք կատնաշոր այստեղ կգտնենք, թե ոչ։ Ես իմ սուրճով եկա։ Առանց սուրճի կլինի։ Այսքան քաղցրավենիք ենք առել։ Տեսա, քանի խանութ մտանք, դուրս եկանք ու ինչ էինք ուզում գտնել, մուշո կատնամթերք, բայց պարզվեց, որ Հոլիվուդում շատ տեսականի չկա։ Ընդամենը մածուն եմ գտել, ռեժանը դեունեի չվերցրեցի եւ թթվասեր։ Թթվասերն էլ սա է։ Բայց ես ստացել էի նաեւ սմետանի այլ տարբերակ, որը ավելի փափուկամանի մեջ էր եւ թաներ, տարբեր տեսակի անգամ թարխունով կար, փորձել են, հետո էլ ինչ կար, ասեցի չէ, կատնաշոր էինք ման գալիս չգտանք, 3 խանութ գնացել եմ, 4-րդը զանգեցի, ասացին մենք ընդհանրապես այս ֆիրման չունենք, այնպես որ իմացեք արտադրողներ, որ Հոլիվուդում տեսականին շատ քիչ է, կարող եք բերել, իսկ խանութներ կան, որ անգամ չունեն։ Ջոնս դե բնականաբար չէի էլ սպասում, որ կլինի, պարզապես մտա։ Այդպես, էլ ինչ, հիմա սրանք կբացենք ձեզ հետ, բայց առաջնայինը բնականաբար սուրճս եւ քաղցրավենիքը։ Ուրեմն ինչով էի ուզում ձեզ հետ կիսվել, Միլկայի վաֆլի շոկոլադներն են, շատ համեղ են։ Անցյալ անգամ Դավիթ մենք սա դրեցինք, շորտ վիդեո YouTube չեմ դրել կարծում եմ, բայց դու պատրել ես սա։ Ինչ ես անում, դա ինչ է։ Փայտիկն է, օ, լավ որ բացել ես, արի մի հատ ցույց տանք։ Սա տեսնում եք ինչ է, ձողիկներն են, էլի օրիո շոկոլադով, չէ, երևի, շոկոլադապատ։ Հա, դա։ Լավն է։ Համով է։ Համով չի։ Անցյալ անգամ սրա սպիտակ շոկոլադն էինք վերցրել, Դավիթը հավանեց, բայց ես այդքան էլ չեմ սիրում սպիտակ շոկոլադ, դրա համար չեմ կարող իմ կարծիքը լիարժեք հայտնել։ Այդպես, իսկ սա պատրել է Դավիթը, մի հատ ամեն դեպքում հիմա ցույց տամ, բայց շորտ վիդեոն կդնեմ։ Տեսնում եք, սա էլ շատ համեղ տարբերակ է։ Ես ահավոր շատ եմ հավանել սա։ Տեսնում եք։ Սա շատ համեղ է, շատ։ Արդեն որ պատմում եմ, ոնց եմ ուզում ուտել։ Լսում եք ձայնը։
Շատ համեղ է։ Սա եւ սա։ Սա էլ է շատ համեղ, հիմա սա էլ կբացեմ։ Այն ինչը շատ եմ սիրում, շատ շուտ է վերջանում։ Բայց ինձ համար սա նորություն էր։ Սա էլ էր նորություն, իդեպ։ Մի հատ տեսքը նայեք, ինչքան պնդուկներով է պատված, երևում է։ Հիմա կկոտրեմ։ Չգիտեմ ոնց նկարագրեմ, բայց շատ համեղ է, շատ։ Իսկական իմ սուրճի համար։ Մի հատ ափսե վերցնեմ։ Մեր одноразовые ափսեները։ Դե դուք էլ մի հատ սուրճ բան վերցրեք, եկեք էլի հոմենակ չեմ խմելու։ Դավիթին նստացրել էի գլխավոր դերերում, ասեցի, որ հանկարծ չնեղվի։ Այս տեղը իրեն տվեցի, ես եկա կողքից մի անկյունում ինձ համար նստեցի։ Մի հատ կուլտամ խոսեմ, հա։ Հիմա էլ կանչում եմ, ասում եմ Դավիթ չես գալիս, ասում եմ չէ, չեմ գալիս։ Ամեն ինչ անում եմ, որ ինքն էլ վիդեոներում լինի։ Գիտեք ժողովուրդ, ինչքան եմ ուրախանում, որ Դավիթին վիդեոներում նկարում եմ, որովհետև տարիներ անց հետ ենք գնում, նայում ենք, տեսնում ենք, թե ինչքան փոքր ա եղել, հիմա ինչքան ա մեծացել։ Մի խոսքով լավ հուշեր ա պահպանվում, դրա համար շատ եմ սիրում, երբեմն որ պիտի վլոգ նկարեմ ու հանկարծ Դավիթը դասի ա լինում, ասում եմ լավ սպասեմ Դավիթը գա, որ ինքն էլ վիդեոներում լինի։ Հիմա էլ այսպես տեղը պահեցի, չեկավ։ Մի հատ սուրճս վերջացնեմ էլի, այս համեղություններով, ոնց կարամ չուտեմ, ախր շատ համեղ է։ Հիմա Դավիթին կանչել եմ, որ սա փորձենք։ Այս տարբերակը չենք փորձել, Դուբայի շոկոլադ, այսա չենք փորձել, հիմա Դավիթս եկավ, իրար հետ կփորձենք, օրիկյունքս, մոմոյի հրաշքնա, նստիլը։ Խեղճը հոգնել է երևի, չի սիրում, որ ինձ հետ խանութներով գնում է, երբեմն մեկ երկուն հասկանում եմ, բայց որ սկսում ենք տարբեր խանութներով գնալ, հոգնում եմ։ Դավիթ ամբողջը մի բացի կյանք, այս են ծարա, սպասի, մի հատված, արի, օգնեմ, հա? Այս մասից։ Եսի բոս։ Սա էլ հանենք, ու Դավիթը հիմա կկոտրի, իհարկե։ Այս ինչ խալած է։ Ոչինչ, արա, էլի կպած է, ոնց որ ռեզին լինի։ Մի հատ նայեք, այն նախորդը, որ վերցրել էինք, կարծում եմ ավելի համեղ էր։ Ավելի կանաչ է։ Մեջը շատ բան կարեմ, որ խրխրթում է։ Չեմ։ Չուզեցի։ Չէ, հաստատ չեմ։ Դավիթը չհավանեց։ Ես փորձեմ։ Ոնց ուտենք սա։ Ուտելու չի։ Լավ, ինչ անենք։ Դե ասում եք էլի։ Անիմաստ գինա ժողովուրդ, էլ մի առեք։ Ասալուսնեում եք ասում։ Մեզ թե ձեզ ասեք։ Համ չենք հավանում, համ էլ վերցնում ենք տարբեր փորձում ենք։ Արդեն որիորդն եմ ուտում ու ես չեմ հավանում։ Լավ, հարևանուհիս ամեն ինչ սիրում է, իրեն կհյուրասիրեմ։ Դա դնենք այստեղ։ Տեսակ ինչ եմ գնել, թթու շլոր, սա վերջում աղով կուտենք լավ ասեցի, չէ, բոլորս միասին, սա այստեղ թող մնա, հիմա ես ձեզ ուզում եմ ցույց տալ, մի հատ սա էլ մաքրենք, մի հատ ձեռքերս շիրայ է, էլի լվանամ գամ, հիմա բացում եմ մածունը, տեսնենք, դե ես արդեն բոլորից փորձել եմ, որովհետև այն տեսականին, որ ես բերեցի, նախ ասեմ, որ սկզբում այստեղ չեմ բերել, ես այդ օրը գնացել եմ Զատիկ ու այնտեղ թաները,
ռեժանը այնտեղ են փորձել, որովհետև ես ռեժան փորձել չեմ կարող ձեզ համար։ Դրա համար տղամարդկանց կողմից կարող եմ ասել, որ իրենք հավանել են, բայց ես չեմ փորձել։ Չեմ կարող կներեք։ Մածունը հիմա ձեզ ցույց տամ։ Մեր այստեղի մածունները այսպիսի սեր չունեն։ Սա ոնց որ հայկականին է նման։ Երևում է։ Տեսնում եք, ես սա կուտեմ։ Հիմա ասեմ ինչ տարբերություն եմ զգում։ Ուրեմն սա ավելի թեթև է, այստեղի մածունները ավելի խիտ են, ոնց որ ծանր են, իսկ սա շատ թեթև է ու շատ հայկական է։ Ինձ հիշեցնում է, որ ես գնում եի գյուղ, այդ գյուղի մածունների համին է սա։ Շատ հայկական է, եթե ուզում եք այդ համը վերհիշեք, կարող եք փորձել, շատ լավն է։ Հիմա ես եթե ունենայի կատնաշոր, հաստատ կամ սա կամ թթվասերը, որտեղ անցյալ թթվասերը այդպես եմ վերջացրել, թթվաշորին եմ խառնել, շաքարավազ եմ արել, շատ համեղ կերել եմ։ Սա այսպես։ Հիմա թթվասերը։ Այն մյուսը տեսակ, չէ, փափուկ ամանների մեջ էր։ Տարբերությունը ասեմ, սա նորմալ ավելի շուտ իմ համար նորմալ թթվասեր էր, իսկ այն մեկը շատ թույլ էր, չգիտեմ ինչով է դա պայմանավորված, բայց սա շատ լավն էր, չնայած որ նրա համն էր շատ լավը, որովհետև երբ ընկերուհիս մեր տանն էր, ասացի մի հատ փորձի, չգիտեմ ինչի է այսքան թույլ, բայց համը լավն է, նա էլ փորձեց, ասաց որ շատ լավն է։ Հիմա սա իմ քթալն է, մի անհանգստացեք, ես եմ ուտողը։ Տղաս չի ուտում, ամուսինս էլ օքեյ է։ Օրինակ ես թթվասեր հենց այնպես չեմ կարող ուտել, պետք է ինչ-որ մի բանի հետ խառնեմ, բայց սա կարող եմ։ Սա շատ համեղ է։ Ու գիտեք ինչի կարող եմ ուտել, ինձ թվում է այն յուղայնությունը այդքան բարձր չի, որովհետև բավականին թեթև է։ Չեմ կարող ասել, չեմ տեսնում յուղայնությունը վրա նշված չի։ Ամեն դեպքում ինձ համար շատ համեղ է։ Նույնն էլ ամուսինս շատ հավանեց։ Հիմա մի հատ ուզում եմ ձեզ ռեժանի տեսքը ցույց տալ։ Մի հատ էլ գտալ ունեմ, սա բերել եմ առանձին, որ չխառնենք։ Ռեժանը երևի թե հենց այսպես էլ պետքա լինի։ Ինձ համար է կարագի նման, ես չեմ կարողանում ուտել, բայց լավ քսվեց հացին։ Այ ամուսինս որ տանը լիներ, հիմա սիրով հացի վրա կքսեի, կտանեի, կհյուրասիրեի։ Բայց ես կաթի սեր շատ եմ սիրում։ Օրինակ ես կաթը բերում եմ, եռացնում եմ, այդ պահը որ պիտի հանդարտվի միջև կտրեմ կատնաշոր սարքեմ, սերը չէ հավաքվում, սպասում եմ սառի, այդ սերը հավաքում եմ ու ուտում եմ, այդքան սիրում եմ, բայց սա չեմ կարողանում ուտել։ Մի խոսքով, այսպիսի բաներ, ինչքանով հնարավոր էր ձեզ հետ կիսվեցի, տեսակ տարբեր խանութներ գնացի, որ ուզում էի անպայման գտնել տեսականի, բայց ինչ ասեմ, հարգելի արտադրողներ, տեղյակ եղեք, որ Հոլիվուդում տեսականի շատ քիչ է, կարող եք բերել։ Այսպես։ Դե հիմա մի հատ էլ սա ուտեմ, դա առանց սրա ոնց կլինի։ Հակենք, սա սրաններ, չի խանգարի։ Այսպես։ Վայ, ձեզ մոռացել եմ մի հատ էլ քաղցրավենիք ցույց տալ։ Սա։ Տեսնում եք։ Սա էլ է շատ համեղ, կարող եք փորձել։ Եթե տեսնեք, որևիցե մի խանութում, հանգիստ կարող եք գնել։ Հիմա հանեմ, սա էլ մի հատ տեսնեք, ոնց է տուփի մեջ դասավորված, 2 հատով, օ 3 հատով է, ես գիտեի 2-ա, բայց չէ 3 շերտ է,
Կամ ես եմ դրել, չէ, երկու շերտա, կարծում եմ ես եմ տեղափոխել։ Տեսակ, այսպիսի շոկոլադներ են։ Տեսնում եք, ես ձեզ հետ ոնց եմ կիսվում, հենց մի հատ նոր քաղցրավենիք եմ տեսնում, որ համեղ է, մի անգամից ձեզ ասում եմ, այս հենց խաբար բզիկի պես ամեն ինչ ասում եմ։ Ինչ մնաց, ոչ մի բան, մնաց ես սա վայելեմ, դե ձեր թույլտությամբ, մի հատ աղ լցնենք այստեղ, առանց աղի ես չեմ կարողանում, ես առաջին անգամ կերել եմ զատիկի օրը սա, երկրորդ անգամ եմ ուտում ձեզ հետ, առանց ձեզ ինչպես կարող էի, ինչ թարմ է, տեսակ չէ որտեղից գնեցի, ովքեր որ Հոլիվուդում են կարող են գնալ ուղիղ Արբաթ, շատ լավն է ժողովուրդ, շատ, ոնց որ նոր ծառից խաղաց լինեն։ Լավ, հիմա ես ուտեմ, դուք նայեք։ Այսպես ինչպես կարելի է։ Լավ, ուզում եք, ձեզ անջատեմ, ես ուտեմ, դուք ձեր գործերին, ես իմ գործերին, ձեզ էլ լավ օրվա շարունակություն եմ մաղթում։ Հա, չմոռանաք բաժանորդագրվել, կոմենտներ գրել և մի բան եմ ուզում խնդրել, ինձ համար շատ կարևոր է իմանալ, թե դուք ինձ որտեղից եք դիտում, որ երկրից եք դիտում, խնդրում եմ գրեք, այդպես։ Մի րոպե, մի գնացեք, Դավիթը եկել է, որ իրա ինչ էր կոչում մեքենատ, միապ ինչ էր կոչում, սպասեք հիմա կասեմ, գնա, օ դե հյուրասիրվեք, ամեն մեկիդ մի հատ դոնատ ենք տալիս ու մենք գնում ենք, հյուրասիրվեցիք, տեսնում եք իմ տղան ինչքան բարի է, ինչ պիտի ասեիր մեր հետ, բաժանորդագրվեք ու բան, լայքեք, կոմենտ արեք, ահա կոմենտներ էլ գրեք, ամենակարևոր բաները ասաց Դավիթս, վերջ ժողովուրդ, այս անգամ հաստատ վերջ, ձեզ թույլ ենք տալիս, գնացեք ձեր գործերին, մենք էլ մեր գործերին։ Մամաս ասել է անակնկալներ դրես։ Անակնկալի մասին հետո։ Այո, իհարկե լինելու են ձեզ համար անակնկալներ։ Դրա համար եմ ուզում իմանալ, թե որ երկրներից են ինձ դիտում։ Դավիթ, մի հատ կբերես հեռախոսը, please։